Ալան Հովանեսի մայրը շոտլանդուհի է եղել, հայրը հայ պրոֆեսոր է եղել, գիտենք քիմիայի Հարվարդի համալսարանն է ավարտել։ Աշխարհի բոլոր արևելյան մշակույթները արտացոլված են Ալան Հովանեսի ստեղծագործություններում՝ հնդկական, ճապոնական, կորեական, քրդական, օսեթական, հայկական, հունական։ Մեզ փշրանքներ են հասել գուսանական արվեստից եւ դժվար է ասել, թե ամբողջությամբ ինչ է ներկայացրել։ Պատմական տեղեկություններ, նկարագրություններ, բայց աշխուհական արվեստը զարգացել է ընդհանուր արևելյան տաղաչափական հիմքով։ Սայատնովան ինքը արդեն նորամուծություններ է արել, սեփական տաղաչափական ձևեր է մշակել։ Այո, Ալան Հովանեսը իսկապես ֆենոմեններից է 20-րդ դարի։ Շատ բարդ է մշակութային փոխհարաբերությունների, առնչությունների խնդիրը ներկայացնել, ով ում վրա ինչպես ազդեց, հա։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր թևածելու ենք արևելքի եւ արևմուտքի խաչմերուկներում, թևածելու ենք երաժշտության թևերով եւ փորձելու ենք հասկանալ, թե որտեղ է այն շատ խորը հայկականը, որը ազդել եւ որի վրա ազդեցություն են գործել նաեւ հարևանները, եւ ինչու է մեր հայկականն այնքան արժեքավոր եւ այնքան գեղեցիկ ու կարեւոր, որ դարեր շարունակ քիչ չեն նրանք, ովքեր փորձում են յուրացնել մեր մշակույթը, մեր ստեղծագործողներին մեղադրել յուրացումների մեջ, այնինչ այդ ամբողջը ստեղծվել է հայկական իրականության մեջ, հայկական աշխարհայացքով, հայկական արժեհամակարգի վրա։ Այսօր տաղավարում ես շատ սիրով հյուրընկալել եմ տիկին Լիլիթ Երնջակյանին, ում վաղուց եմ սպասում ինքնության տաղավարում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ես էլ շատ ուրախ, որ վերջապես ստացվեց, որովհետև ձեր մեծ զբաղվածությունը, տարբեր գիտաժողովների մասնակցությունը, տարբեր գործուղումները Հայաստանում հաճախ չլինելու հանգամանքը շատ է խանգարում ձեզ այստեղ հյուրընկալել, բայց ես նաև ուզում եմ ներկայացնել իմ ունկնդիրներին ձեր բոլոր այն տիտղոսները, այսինքն մի մասը, որոնք հնարավոր կլինի շատ արագ անցնել, երաժշտագետ, արևելագետ, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր, կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, դա ամբողջը չի, բայց այս ամբողջ բառերի կույտը, ամբողջ բառերի խումբը ցույց է տալիս ձեր տարիների վաստակը, որ դուք հավաքել եք քրտնաջան աշխատանքով եւ շատ խնամքով եւ հոգատարությամբ, եւ ես ուրախությամբ իմացա, որ նաեւ ոչ հայ ասպիրանտներ եք ունենում, այսինքն այդ ամբողջ պաշարը, որ դուք կուտակել եք, կան մարդիկ, ում կփոխանցեք եւ ովքեր կլինեն ձեր աշակերտները, շարունակողները, եւ այդ հսկայական պաշարը չի մնա ինչ որ միտեղ դարակում դրված, այլ կյանքի է կոչվում։ Ուսանք, որ այդպես կլինի։ Դուք եւ երաժշտագետ եք եւ արևելագետ եք։ Այս երկու մասնագիտությունները որտեղ են խաչվում, որտեղ են հատվում եւ ինչ է ծնվում այդ հատումից։ Երաժշտագետ արևելագետ կապակցությունը բնականաբար երաժշտությանն է վերաբերում, որովհետեւ իմ ոլորտը հետաքրքրությունները գիտական առնչվում են արևելքի ավանդական դասական երաժշտությանը, մերձավոր արևելքի ավանդույթներին երաժշտական եւ Հայաստանը ինչ տեղ է զբաղեցնում այդ մեծ տարածքում մերձավոր միջին արևելքի իր մշակութային ավանդույթներով, կապերով, հարևան երկրների հետ, մեծ քաղաքակրթությունների հետ, բյուզանդականի, իրանականի, ավելի ուշ օսմանյան կայսրությունն է ասպարեզ եկել, ահա այս մշակութային փոխազդեցությունների ոլորտում հայ մշակույթը, հայ երաժշտարվեստը իր առանձնահատկություններով, արևելյան, արևմտյան ճյուղերով, ընկալումներով եւ դրսևորումներով փորձում եմ տեսնել, թե ինչ առանձնահատկություններով է նա տարբերվում մյուս արևելյան մշակույթներից։ Եվ այդ արևելագետ ասվածը այդտեղ վերաբերում է բնականաբար երաժշտական ավանդույթներին։ Բնականաբար արևելքով զբաղվելու համար անհրաժեշտ է առնվազն մի արևելյան լեզու էլ
չեմ կարող ասել, որ տիրապետում եմ, բայց բառարանի օգնությամբ պարսկերեն սովորել եմ, որպեսզի կարդամ գոնե ստեղծագործությունների վերնագրերը իմաստ է։ Այնպես որ երաժշտական արևելագիտությունը բավական բարդ ոլորտ է, որովհետև այն առնչվում է եւ մեր մշակույթի ճյուղերի հետ, հայ մոնոդիկ երաժշտության հավասարապես, եւ հոգեվոր երկարվեստի, եւ ժողովրդականի, եւ ցավոտ ճյուղի ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտարվեստի, որը հենց դառնում է ահա այդ բանավեճերի, հակասական կարծիքների քննարկումների նյութ, այսինքն աշուղական արվեստը, գործիքային երաժշտությունը, սազանդարային, մուղամաթի արվեստը, որից տարիներ դարեր շարունակ աշխատել ենք խուսափել մուղամ արտաբերելուց, որովհետև բացասական իր հարասացություններով բնականաբար իր հիմնավորումը ունի երևույթը, բայց այդպես է ընկալվել, սխալ պատկերացումներ են ձևավորվել, եւ ահա այս հարցերը ինչ որ չափով ներկայացրել եմ հայ-իրանական երաժշտական կապերի պատմությանը նվիրված գրքում աշուղական սիրավեպը, աշուղական արվեստը, մերձավոր արևելքի փոխ առնչությունների համատեքստում, հայ-թուրքական կապերին առնչություններին նվիրված բազմաթիվ հոդվածներ, նորահայտ էջեր, ինչպես են մեկնաբանում, ինչպես են ներկայացնում մեզ կամ չեն ներկայացնում եւ ընդհանրապես անտեսում զանազան փուլերում տարբեր մոտեցումներ են եղել։ Ահա սա է հիմնական ոլորտը, բնականաբար առնչվում է հավասարապես, ուզում եմ շեշտել, որ մյուս ճյուղերին արևելագիտությունը, երաժշտական արևելագիտությունը։ Տիկին Երնջակյան, ես շատ եմ ուզում այն ինչ որ դուք ասիք եւ աշխուղական մշակույթի եւ փոխհարաբերությունների մասին խոսենք, բայց մի փոքր կուզենայի խնդրել, որ սահմանեք ինչ նկատի ունենք արևելյան դասական երաժշտություն, որտեղ սովորաբար ընդունված է դասական համարել եվրոպական մշակույթը, եւ եթե ասում ենք արևելյան դասական, ինչ նկատի ունենք եւ մի փոքր սահմանենք, որ հասկանալի լինի ինչի մասին ենք խոսելու։ Սիրով արևելյան դասական երաժշտություն, արևելյան ազգերը, պարսիկները, արաբները, աֆղանները, միջինասիական հանրապետությունների ժողովուրդները այդպես են անվանում իրենց ավանդական ժանրերը, դասական են ասում, որովհետև զուգահեռ չեն ունեցել իրենք գրավոր ավանդույթի մշակույթ, այնպես ինչպես մեր ամբողջ մեջնադարի ընթացքում զարգացել է մեր հոգևոր մասնագիտացված երաժշտարվեստը, որը պրոֆեսիոնալ է, մասնագիտացված է։ Մենք ասում ենք ժողովրդապրոֆեսիոնալ աշուղական արվեստին կամ մուղամաթի արվեստին, մյուս դրսևորումներին հանկարծաբանական ժանրեր կան գործիքահարներն են կատարում, իրենց համար դա դասական է, իրենք այդպես էլ գրում են Իրանի դասական երաժշտությունը եւ ներկայացնում են իրենց դասգահները, որ մուղամաթի արվեստի տարատեսակներն են, ավելի ճիշտ եւ ստույգ մնացած բոլոր դրսևորումները ծագում են եւ բխում են իրանական դասգահներից, իրանական մշակույթից։ Հեգեմոն դեր է ունեցել Իրանը արևելյան ժանրերի զարգացման ոլորտում, կենտրոն է եղել եւ սկսած 7-րդ դարից Սասանյանների տիրապետության արդեն վերջի շրջանից Խոսրով Փարվիզ արքայից արդեն մենք փաստեր ունենք հայ եւ պարսիկ երաժիշտների փոխհարաբերությունների, փոխգործակցության, ձայնակարգերի համակարգերը մշակելու, զանազան խնդիրներ լուծելու վերաբերյալ շատ հետաքրքիր դրանք կիսալեգենդար պատմություններով համեմված, բայց փաստեր են, որոնք արձանագրվել են նաեւ մեր պատմիչների կողմից հասել մինչև Ալիշան եւ հետագա մեկնություններ ունեցել Ինչ պատմություններ են դրանք, ինչ հետաքրքիր, ասենք, երբ որտեղ եւ ով է հիշատակում արևելյան ձայնակարգերի ծագումը ըստ էության վերաբերում է 7-րդ դարին եւ կարեւոր է որ նման գործընթացել հայ երաժշտարվեստում է ընթանում ձայնի եղանակների համակարգման աշխատանքներն էին, ընթանում Բարսեղճոնը իր ճոնընտի ժողովածույով Ստեփանոս Սյունեցին կարգավորվում էր երաժշտական մշակույթը, ձայնակարգերի համակարգը, դասակարգվում էին ժանրերը եւ ահա 7-րդ դարում
Խոսրով Փարվիզը իր պալատ էր հրավիրել հայտնի անվանի երաժիշտներին, այդ թվում եւ Սարգիս երաժշտին, երգիչ, որպեսզի զբաղվեն այդ հարցերով։ Եվ ահա այս համագործակցությունը Պարսիկ Բարբադի, Հայազգի Սարգիսի եւ Հույն Նակիսայի իրենց է վերագրվում արևելյան ձայնակարգերի կամ մոդալ համակարգի ստեղծումը եւ դրա կարգավորումը։ Ձայնակարգեր իրենք նկատի ունեմ հենց մուղամային լադեր, ինչպես ասում ենք, կամ ձայնակարգերը կամ մոդալ համակարգը մեր երաժշտության հիմքում ընկած արևելյան այդ ձայնակարգերի հիման վրա են հանկարծաբանությամբ իրենց ստեղծագործությունները, իրենց կատարումները ներկայացրել։ Գրավոր ավանդույթ չի եղել, բայց կա ձայնակարգային համակարգ, որին տիրապետելով իրենց վարպետների, ուստաների մոտ տարիներ շարունակ ուսանելով, բանավոր ավանդույթով տիրապետել են այդ օրենքներին եւ ըստ այդմ իրենց հանկարծաբանական ունակությունները ներկայացրել երաժիշտները, այնպես որ դասականը բնականաբար եվրոպական դասական երաժշտությանը չի առնչվում, այլ ասեմ մահմեդական արևելքի ավանդույթներին մենք չենք ասում երբևէ դասական արևելյան դասական երաժշտություն, ասում ենք ավանդական, մեր արևելյան ավանդական ճյուղը հայմոնոդիկ երաժշտության։ 7-րդ դարի մասին որ ասում եք, դա Պարսկաստանի համար անցումային ժամանակաշրջան է, երբ որ իրենց մահմեդականությունը եւ արաբական մշակույթի ազդեցություն եղավ, նույնիսկ իրենք տառերը կորցեցին, արաբական տառեր վերցեցին եւ այլն եւ այլն։ Դա իսկ այդտեղ նաեւ երաժշտական ազդեցության խնդիր առաջացավ եւ արաբական այդ երաժշտության ամբողջ պատմությունը եւ հետագա զարգացումը կապվում է հենց արաբական այդ արշավանքի, մահմեդականացման եւ ամբողջ տերմինաբանությունը երաժշտական ըստ այդմ հիմնվելով արդեն արաբների բերած ժանրերի հենց մուղամը, որ ասոցացվում է թուրքերի հետ, որևէ առնչություն չունի, արաբական մակամ բառն է, նշանակում է կանգար, աստիճան, առնչվում է զանազան, մեդիտատիվ, հոգևոր փորձառությունների հետ, որպեսզի անցնեն աստիճաններով բարձրանան սուֆիների երաժշտության մեջ ենթադրենք, հա, եւ հաղորդակցվեն Աստծո հետ, հա, Աստված իրենց յարներ են ասում։ Այդտեղից էլ հետո այլաբան սիրելին յար են անվանել Աստծոն, հա, եւ բոլոր գյոզալլամաները, այսինքն գեղեցկուհիներին ձոնված երգերը ըստ էության նախապես եղել են Աստծո աստվածային գեղեցկության փառաբանումն է եղել, հետո է արդեն տրանսֆորմացիայի ենթարկվել եւ կերպարային համակարգը եւ տերմինների հասկացությունների ըմբռնումները եւ արդեն կնոջն են սկսել գովել այդ արևելյան ժանրերով։ Ուզում եմ ասել, երաժշտության մեջ շատ մեծ ներդրում ունեն արաբները եւ պարսիկները, այո, տերմինաբանությունը հիմնականում արաբական է, այնպես ինչպես մենք ենք ընդունել որդեգրել այդ մուղամ տերմինը, նույն ձևով էլ թուրքերը, աֆղանները, ուզբեկները, թաջիկ, որևէ ազգ չի կարող ասել, որ դա իր մենաշնորհն է։ Այստեղ տերմինի հարցն է եւ մեր հարաբերությունները մեր հարևանների հետ, որ այդպիսի բացասական ընկալումների առիթ են տվել, հասկանալի է, ողբերգություն են ապրել եւ պիտի ձևավորվեր այդ մտայնությունը, հա, եղեռնից հետո եւ սկսել են պարզապես քննադատել, համարել ցածրարժեք, գրեհիկ ինչ որտեղ, հա, որ ժողովրդի համապատասխան ոչ բոլոր խավերը կարող են դրանով հետաքրքրվել եւ իրենց կենցաղում ընդունել նման պատկերացումներ, հա։ Իսկ ինչքանով են պահպանել նախամահմեդական շրջանի իրենց մշակույթը պարսիկները։ Դա որևէ կերպ պահպանվեց, թե արաբական էքսպանսիայի արդյունքում իրենք մոռացան նաև երաժշտական իրենց ավանդույթները եւ անցան լրիվ այդ մահմեդական աշխարհին բնորոշ։ Շատ հետաքրքիր հարց է եւ շատ բարդ է, իրենք էլ չեն կարող վստահաբար ասել պարսիկները, որովհետեւ երաժշտական իրենց առաջին հիշատակությունները 7-րդ դարից են սկսվում, իսկ երաժշտական նյութը իրենց այդ դասական, ավանդական ժանրերը ձայնագրվել են առաջին անգամ 20-րդ դարասկզբին։ Այն դեպքում, երբ Նիկողայոս Տիգրանյանը արդեն Գյումրիում կամ Երևանում ձայնագրել էր անվանելով պարսկական, բայց դրանք արևելյան դասական մեղեդիներն էին, հայ միջավայրում կենցաղավարած։ Շատ բարդ է մշակութային փոխհարաբերությունների, առնչությունների խնդիրը ներկայացնել, ով ում վրա ինչպես ազդեց, հա, շատ բարդ եւ նուրբ խնդիր է, այստեղ
միշտ մենք զգուշորեն եւ փորձել ենք գիտականորեն հիմնավորել, սակայն մեր հարևանները բոլորովին այլ դիրքորոշում են ունեցել եւ տասնամյակներ շարունակ իրենց թեզն են առաջ մղել, որ մշակույթի ամենախոր հիմքերում ծագումնաբանական հիմա արդեն թուրքերն են եւ ադրբեջանցիներն են, այսինքն շումերական մշակույթից սկսած մեր թվարկությունից առաջ դրանք ադրբեջանական են 6-րդ այո ադրբեջանական շատ խորը ադրբեջանական շումերական երաժշտություն այսպիսի անհեթեթ առասպելաստեղծ պատմություններ, բայց պիտի ասեմ, որ սա մի կողմն է թուրքական երաժշտարվեստի զարգացման, նրանց թուրքական պատմական թեզիսը, Աթաթուրքի ռեֆորմը եւ այլն, որ ուղղված էր մշակույթի բարենորոգումներին, դա մշակութային քաղաքականություն է եղել, հստակ ծրագրով, որ ժանրերը զարգացնել, ժողովրդական ժանրեր, այդպիսի ժանրանի չի եղել եւ իրենք բնականաբար պիտի ֆոլկլորը իրենցը համարեին, որովհետեւ 19-րդ դարի վերջում բոլոր ազգային երաժշտական մշակույթները զարգացել են ֆոլկլորի հիման վրա, չէ, ժողովրդի լեզվով պիտի արտահայտվեր ժողովրդի ինքնագիտակցությունը, ինքնությունը ազգային երաժշտարվեստի եւ այդպես կանգ են առել Անատոլիայի մշակույթի վրա։ Անատոլիայի մշակույթը միայն թուրքական չէր, ասենք հունական, ասորական, հայկական, այնտեղ եվրոպական տարրեր էլ կան, քրդական, դա մի կոնգլոմերատ էր, բայց ահա այդ մշակույթի ծրագրում դրված էր այդ թեզը եւ իրենց տեսակետից փայլուն ձևով իրականացրել են իրենք, այդտեղ պետք չէին համահեղինակներ, պետք չէին հույներ արդեն, պետք չէին հայեր, քրդեր եւ այլ հրյաներ, եւ այդպես իրենք ամբողջ մշակույթը օսմանյան հայտարարեցին թուրքական եւ ով որ փորձել է արդեն այդ ժանրերը իր մշակույթում ուսումնասիրել կամ ներկայացրել, դա արդեն համարվել է թուրքական երաժշտության ազդեցությունը։ Կան գիտնականներ, որոնք այս տեսակետներին դեռ ընդդիմանում են, հա, ընդդիմանում են կամ հեգնանքով են վերաբերվում, բայց դրանք շատ քիչ են։ Բայց ինչքան քանակով շատ գնաց այդ տիրաժավորվեց, քանակը մեծացավ, այնքան իրենց սուտը կդառնա հաստատուն։ Այդպես էլ եղավ, որովհետև իրենք պետական պատվերներով են առաջնորդվում, պետական պատվերներ են տվել եւ հրավիրել են մասնագետներ, գերմանացիներ, հունգարներ, Պաուլ Հինդեմիտը, Բելա Բարտոկը, բոլորին հրավիրել են վճարել եւ պատվիրել հետազոտություններ համապատասխան արդեն նախանշված հետևություններով, նյութի շարադրման սկզբունքներով, փաստարկներով։ Ահա այսպես ձևավորվել է այդ մշակույթը եւ գիտական ուսումնասիրությունների հիմքը դրվել եւ Եվրոպան ընդունել է, ամերիկյան համալսարաններում կենտրոններ կան, որոնք հղում են այդ աշխատանքներին։ Բայց շատ ճկուն ու շատ գրագետ մոտեցում հրավիրել Եվրոպայից հեղինակավոր մարդկանց, ասել եկեք ուսումնասիրեք, քանի որ դուք եկել եք մեր երկրում եք ուսումնասիրելու, դա անվանեք մերը, իրենք էլ հարկ չեն համարել դա առանձին բաժանելու, որովհետև իրենց համար մեկ անատոլիական, իրենց համար լրիվ մեկը Եվրոպան չի վրասենսաֆրանսիական, դա իտալական է, եւ դա ներկայացել է որպես գիտական փաստված եւ հեղինակավոր գիտնականների կողմից սահմանված բանաց է, ամբողջ շեշտադրումը դա է հեղինակավոր Բելա Բարտոկը 20-րդ դարի նորարար կոմպոզիտոր, էթնոերաշտագետ, այն նրա անունը արդեն այդ ժողովածուն, որ հրատարակել է թուրքական երգերը Փոքր Ասիայից, հա։ Իսկ Բելա Բարտոկի մոտ գուցե գտնենք հայկական շատ երկար է ուսումնասիրել եւ ժողովածուն եւ Բելա Բարտոկի արևելյան հետաքրքրությունները, այն բոլոր հոդվածները, որը առնչվում են նրա այդ տարիներին 1-2 տարի, որ անցեկացրել Թուրքիայում մշտապես նրան ուղեկցել է թուրք կոմպոզիտոր Adnan Saygunը, նա է խմբագրել տեքստերը, նա է ուղղորդել Բարտոկին, նա է ինֆորմանտներ հրավիրել այստեղից այնտեղից եւ ամենացավալին ասեմ արտառոցը, որ այդպիսի մեծ երաժիշտ ուսումնասիրելով, նշելով բոլոր հնարավոր թուրքական ցեղերի, ազգերի անունները, երաշտական ինչ որ ժանրեր, մեկ անգամ գոնե չի նշում հայերի անունը, որ այդ հսկայական տարածքում զայնագրությունները կատարել են Ադանայում, կատարել են Սեբաստիայում, Վարդան գյուղում նշված է Վարդան գյուղ,
բոլոր մեր ժանրերը, նանիները, ողբերգերը, լամենտները, անձրևաբերության երգերը, դլեյամանները, բոլորը ներկայացված են որպես թուրքական ժողովրդական երգեր։ Այդ ժողովածույում բնականաբար եվրոպացի գիտնականները հղում են Բարտոկի հեղինակավոր գիտնականի, երաժշտի եւ կոմպոզիտորի աշխատանքին։ Եվ այսպես բազմաթիվ այլ հեղինակավոր մեծ գիտնականների հրավիրել, ներկայացնել, ուսումնասիրել եւ ներկայացնել գաղափար է։ Որովհետեւ մենք ինչ որ մի ցավոք եմ ասում, որովհետեւ երբ որ երեխան ծնվում է իրեն անուն են տալիս ծնողների այդ ամբողջը ընդունում են որպես փաստ, չեն ասում գնա հարևանից տեղեկանք բեր որ դու իսկապես այդ մարդն ես եւ այլն։ Բայց երբ որ խոսքը վերաբերում է գիտությանը, մշակույթին, երբ որ մենք ենք մեր մասին պատմում, ասում են չէ, ձեր ասածը հիմնավոր չի, որովհետեւ դուք եք ձեր մասին պատմում, թող ինչ որ մի օտարը գա ձեր մասին պատմի։ Դե եթե խաղի կանոններն այդպեսին են, ուրեմն խաղի կանոններով թող գա այդ օտարը, իսկապես օբյեկտիվորեն նստի, մշակի եւ այլն։ Հիմա մի այսպեսի հարց եմ ուզում տալ։ Երբ որ ասում են, որ կային այդ արևելյան ազդեցությունները նաև հայկական փոխազդեցություններ, որովհետև մշակույթը չի կարող ստերիլ լինել վակուումի մեջ ապրել եւ բացարձակապես հիմնավորել է Կոմիտասը, հիմնավորել են այլ երաժշտագետներ, բնականաբար։ Հիմա Կոմիտասը երբ որ մաքրում էր հայկական երաժշտությունը, ինչից էր մաքրում եւ ինչպես դուրս բերեց այդ հայկականը։ Եվ արդյոք դրա մեջ չկային այդ պարսկական, պարթևական, արաբական այդ ազդեցություններից, ինչ արեց Կոմիտասը։ Այո, Կոմիտասը փորձում էր ավելորդ եղեղանքները, մելիզմները, ինչ որ հնչյուններ, այնինչ ինքը օտար էր համարում մեր երկին, մեր երկամտածողությանը, ավելորդ արևելյան տարրերից էր զտում եւ Փարիզի դասախոսությունների ժամանակ Փարիզում Գերմանիայում հենց ներկայացնում էր նա քրդականը, ենթադրենք թուրքականը, հիմնականում քրդական եւ հայկական երգերն է, ներկայացրել, որպեսզի ցույց տար տարբերությունը նրանք ինչպես են կատարում եւ մեր երկամտածողությանն ու կատարողական ոճին ինչն է ավելի հարիր։ Ես պիտի ասեմ, որ Կոմիտասը գիտակցաբար չի անդրադարձել աշխուղական արվեստին, առանց այն էլ Անատոլիայում նրա այդ ձայնագրությունները, ժողովրդական երգերի հավաքման աշխատանքները բուրըն վրթովմունքի ալիքներ են առաջացրել են տեղ թուրքերը գրել են մամուլում հոդվածներ կան, որ Կոմիտասը, ինչպես նաև մի հույն ուրիշ կոմպոզիտոր էթնոերաժշտագետ, որ նայել հունականն է հավաքելիս եղել, թե ինչքան բացասական ազդեցություն պիտի հետագայում ունենա այս բոլորը, որ մեր մշակույթն են գողանում, չէ որ սա մեր թուրքականն է, իսկ իրենք գրանցելով, գրառելով դա պիտի ուրեմն շրջանառության մեջ, այսպիսի կարծիքներ են եղել մամուլում տպագրված հոդվածներ, ստեր, այո ժամանակին, եւ Կոմիտասը բնականաբար խուսափել է, չի անդրադարձել աշխուղականին, թեև իր հայնունի ինքնուրույն երաժշտություն հոդվածում գրում է երևի ըստ էության հարցրել են այդ հարցը քննարկվել է նաև որ ոչ ոք իրավունք չունի ինձ մեղադրելու, որ ես բոլոր ճյուղերին հավասարապես չեմ տիրապետում կամ չեմ ուզում անդրադառնալ այդ ճյուղերին։ Բնականաբար նկատի ունի աշխուղականը, գործիքային ինչ-ինչ ժանրեր, որովհետև ժողովրդականը եւ հոգեվորը գիտենք, որ որպես ներկայացուցչական ժանրեր եւ ոլորտներ հայ մշակույթի Կոմիտասը հիմնովին ուսումնասիրել է տեսական, գեղագիտական մշակումներով, սկզբունքներով իր ստեղծագործական, խոսքը առնչվում է աշխուղականին։ Պիտի ասեմ նաև, որ խուսափելով հանդերձ իր երաժշտաբեմական ստեղծագործությունների համար քաղաքավարության վնասները, սասնածռերը, վարդանանք եւ աշխուղական մեղեդիներ է նկատի ունեցել անավարտ են, բայց օգտագործել է աշխուղական մեղեդիներ, ոչ թե ժողովրդական, սիրել է, կատարել է աշխուղներին, միայն Սայաթնովայի անունը չի հիշատակում, միգուցե կորած փաստաթղթերում լինեն ինչ-որ նոր նյութեր հայտնաբերվեն, բայց տարօրինակ ձևով չի անդրադառնում, չի նշում Սայաթնովային, Ջիվանի, Շիրին, Շերամ, բոլորը կան նրա խոսքերում, հիշողություններում, այո։ Ինչու ենք մենք ժողովրդական երաժշտությունից անջատում աշխուղականը, չէ՞ որ աշխուղականն էլ պիտի ազդված լիներ այդ ժողովրդական մտածողությունից, ազդեցությունից, չէ՞, ասենք եթե որպես աշխուղ
Ջիվանին պիտի ինչ-որ մի ստեղծագործություն ուներ, հոչեր գնալու Ալյասկայի ինչ-որ երաժշտությանը բնորոշ բան, այսինքն ինքը պիտի ստեղծագործեր այն երաժշտության ոճի, մոտիվների եւ աշխարհայացքի մեջ, որտեղ ինքը ծնվել մեծացել էր։ Աշուղականը երբեք չի կարելի ժողովրդականի հետ նույնացնել, որովհետեւ հեղինակային ստեղծագործությունը հեղինակային է եւ հետո իր հունով է զարգացել 16-18-րդ դարերում սկսել են որոշակի տաղաչափական օրենքների վրա, որը պրոֆեսիոնալիզմ էր պահանջում, ահա դրա համար ժողովրդապրոֆեսիոնալ որ ասում ենք, սա նկատի ունենք, նա պիտի տիրապետեր տաղաչափական համակարգին, պիտի տիրապետեր բանաստեղծական պատկերավորության համակարգին, պիտի տիրապետեր գործիքի, պիտի երգեր, դա ըստ էության մեկ երաժիշտ, մեկ արտիստ այս բոլոր կողմերը ներառել է իր արվեստում, վերջում էլ հիշատակել իր անունը, հա, որպեսզի չմոռացվի։ Այո, դա ժողովրդական չի, մտածողությունը, դա քաղաքային արվեստ է, աշուղականը գեղչկական արվեստ չի, այլ խնդիր է, որ աշուղները տարածվել են թափառական, յուղական, գնացել են ելույթներ են ունեցել, բայց դասական աշուղական արվեստը, հա, այդ 16-18-րդ դարերում զարգացած, դա պրոֆեսիոնալ հիմքերի վրա ձևավորված արվեստ է եւ Սայաթնովան փայլուն ներկայացուցիչը։ Առ այսօր որևէ այլ ազգի արևելյան աշուղ չենք կարող դնել Սայաթնովայի կողքին։ Բայց Սայաթնովան թուրքերն ասում են, թուրք է ադրբեջանցի եւ վրացիները մեծ սիրով իրան վրացի են անվանում։ Այո, տեղի թե անտեղի ասում են, բայց ամենացավալին նա է, որ բոլոր երգերը ընդգրկված են ադրբեջանական ժողովրդական երգերի ժողովածուներում։ Սայաթնովայի հեղինակային երգերը ընդգրկված են, այո, թուրքական, ադրբեջանական ժողովածուներում։ Այդ ժողովածուներում ընդգրկված են նաև մեր միջնադարյան տաղասացների, տաղերգուների, Մխիթար Այրիվանոյցու ընդհանրենք, հա, ստեղծագործությունները, տարբեր տեքստեր, թարգմանած Մխիթար Այրիվանոյցունը թարգմանած առանց տեքստի մեղեդին վերցրած, ահա, Սիրտիմ Սասանի ընդհանրենք մեղեդին, բոլոր թուրքական ժողովածուներում 30-40-ական թվականներին արդեն հանրապետության հռչակումից հետո, երբ որ մեծ թափով սկսեց զարգանալ մշակույթը, ահա այդ թեզիսի արդյունքներն ու արձագանքները ամենուրեք էին, այդ շրջանում, այո, որտեղ ինչ եղել է եւ շատ պիտի նաեւ ասել, որ պալատներում Օսմանյան շատ ընդունված են եղել հայ երաժիշտները, կատարել են, զարմացրել իրենց վարպետությամբ եւ այդ մեղեդիները շատ ազդեցիկ են եղել, դուր եկել սուլթաններին, իշխանավորներին, այդպես էլ հետո համապատասխան ձևով հեղինակներ կան, որոնք արդեն էլի իրենց պատվերով ժողովածուներ են, Իսմայիլ Հակիբե ընդհանրենք շատ հայտնի հեղինակ է, թուրք, որը ժողովածուներ է կազմել եւ դրանցում ընդգրկված են մեր ժողովրդական երգերը, հոգեվոր մեղեդիները, հայկական հոգեվոր մեղեդիները, թուրքական ժողովրդական ժողովածուներում դու եկեք բացատրեք, որ իրենք չէին կարող գանձեր ունենալ, տաղեր ունենալ, շարականներ, ընդհանրենք Սիրտիմ Սասանի է կոչվում երգը, նույն մեղեդիական կառույցը, հայտնի մեր գանձը, նույն մեղեդին ամբողջությամբ գրված է Վարդարովասի դաշտի մեղեդի, հո իրենք չեն գրում Չէ, չեն գրելու գանձ, բայց միայն պրոֆեսիոնալ աչքը կարողանան նայել ու հասկանալ։ Պրոֆեսիոնալ աչքը կարող է։ Այդ նույն մեղեդին Ալան Հովանեսը օգտագործել է իր հայկական ռապսոդիաներում, հա։ Ավանդաբար իրեն հասել է, բնականաբար էստեղել է եղել։ Բայց նրանք նաև օրինակ Լիմոնջան համակարգն են, չէ՞, օգտագործում որպես նոտագրության համակարգ եւ այսօր էլ դասագրքերում ներկայացնում են, որ Լիմոնջան Էֆենդի գրած նշաններն են, որոնք ցով գրառվել են։ Այո, Լիմոնջանի նոտագրական համակարգով նաև հունական, հույն երաժիշտների այնտեղ տարբեր համակարգեր են եղել, բայց հիմնականում պիտի ասել, որ Օսմանյան երաժշտության այդ ամբողջ ռեպերտուարը, ժանրային այդ ամբողջ բազմազանությունը հիմնականում պահպանվել, գրառվել է Համբարձում Լիմոնջանի նոտագրական համակարգի շնորհիվ, որը համարվել է Օսմանլի Դե օսմանական կայսրությունում, բայց դա հայ մարդու եւ հայկական մշակույթը սպասարկելու համար առաջացած մի երաժշտական համակարգ, եւ 4 ընկերներով հավաքվեցին եւ արեցին։
Այնտեղ արդեն ուրիշ է։ Դե կայսերական մտածողության զոհ ենք դառնում, մեր ամբողջ մշակույթը բայց մի բան էլ հարցեմ, քիչ է ժամանակը մնացել։ Դուք ասում եք, որ աշխուհական մշակույթը երաժշտություն զարգացավ 16, այո, 15-ից սկսել է, 16-18-ը համարվում են կատարելագործման ամենաբարձր զարգացման շրջանը։ Աշխուհները ու գուսանները նույն մշակույթը չէին, որտեղ խորենացին դեռ 5-րդ դարում է պատմում գուսանների մասին, անդրադարձությունը իր պատմության մեջ, դրանք նույն մշակույթը չէ։ Գիտեք, դա ահա այդ նույն ոլորտն է։ Տարբեր ժամանակափուլերում իրար հաջորդել են տարբեր անվանումներով երաժիշտներ։ Իհարկե, հեթանոսական շրջանից Գողթան գավառի երգիչներն են, հա, ձայնագրված մասամբ ինչ որ նմուշներ, գուսանական արվեստն է եղել, հա, իր անսամբլներով, իր գիտենք Թագավորի արքունիքում ինչ անսամբլներ կային, հա, գործիքային, բայց նաև տարբերություններ կան։ Մեզ փշրանքներ են հասել գուսանական արվեստից եւ դժվար է ասել, թե ամբողջությամբ ինչ է ներկայացրել։ Պատմական տեղեկություններ, նկարագրություններ, բայց աշխուհական արվեստը զարգացել է ընդհանուր արևելյան տաղաչափական հիմքով։ Ընդհանուր տաղաչափություն է եղել, արաբական տաղաչափություն է եղել, առուզի համակարգ է եղել եւ բոլոր երաժիշտները ստեղծագործել են պրոֆեսիոնալ աշխուհները, այնպես ինչպես Եվրոպայում պրոֆեսիոնալ ժանրեր են զարգացել, անկախ դա Իտալիայում է, Գերմանիայում է, որտեղ է, հա, այս պրոֆեսիոնալիզմը արևելյան ժողովրդա պրոֆեսիոնալ է, թե ավանդական պրոֆեսիոնալիզմ է, մանավոր ավանդույթով զարգացած, դա իր օրենքներն է ունեցել։ Ճիշտ եմ հասկանում, որ ինչպես եվրոպական մշակույթի դասական երաժշտության սկզբունքներով հայ կոմպոզիտորները կարող են ստեղծել օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ եւ այլն, նույն կերպ արաբական այդ մշակույթի ժանրային առումով հայ ստեղծագործողները տաղաչափական համակարգի հիման վրա, այո, այնտեղ ստեղծել են հայկական աշխուհական արվեստի։ Ստեղծել են, Սայաթնովան ինքը արդեն նորամուծություններ է արել։ Սեփական տաղաչափական ձևեր է մշակել, միացրել է իրար տարբեր տաղաչափական ձևեր, բայց հետագայում ենթադրենք արդեն Ջիվանու ռեֆորմից հետո, որ ազգային նոր աշխուհական դպրոցը ձևավորվեց եւ հիմքում նա դրել էր, որ հայերենով պիտի լինի, այսինքն պիտի հրաժարվել բոլոր պարսկերեն, արաբական այդ բառամթերքից, այդ ամբողջ այլաբանական արտահայտություններից, որ աշխուհականի հիմքն էին կազմում ընդհանուր արևելյան եւ այդ իսկ պատճառով արդեն դարձել է աշխուհական հեղինակային ստեղծագործություն, տաղաչափությունը այդքան չի պահպանվում արդեն այս հաջորդ սերնդի աշխուհների մոտ։ Տաղաչափական հիմքերով դասական օրինակը Սայաթնովայից հետո բարդ է արդեն։ Ինչ վերաբերում է գուսան եւ աշխուհը, ասեմ, որ գուսանը ըստ էության, մեր պատմիչները գիտեք ասել են, սա էլ է դարձել վեճերի նյութ բնականաբար, օզան են դարձրել սովետական հանրագիտարաններում, որպեսզի ապացուցեն, որ ադրբեջանական աշխուհները շատ հին ծագում ունեն, հղում են խորենացու տեղեկության վրա, ելնելով որ այն ժամանակ Անդրկովկասյան հանրապետություններ էին, ուրեմն ռուսական 5-րդ դարում Անդրկովկասյան հանրապետությունում խորենացին պատմում է թե ինչ էր հիմա սա է, ուրեմն խորենացին հիշատակել է գուսաններին, իրենք հավասարապես դա կարող են իրենցը համարել։ Պիտի ասեմ նաև, որ մեկնաբանվում է Աճարյանի մոտ կա Թահմիզյանի մեր երաշտագետի մեկնաբանվում է հայերենով գովասանը ինչպես է սեղվել, դարձել գուսան եւ այլն եւ այլն։ 5-րդ դարում չէր կողմնել Անդրկովկասյան հանրապետությունների սեն կամ բայց նրանք իհարկե ռետրոսպեկտիվ հայացքով, եթե հիմա այսպես բանավոր ավանդույթով հասել է, հետեւաբար եթե խորենացին գուսանը հիշատակում, հավասարապես իրենք էլ կարող են առնչել ուրեմն 5-րդ դարին։ Եվ մի շարք այդպիսի տերմիններ, ասեմ նաև որ առ այսօր բար տերմինը չունեն, բար են գրում, բարլար, Գյումրի բար, թուրքերենում չկա, բար, Գյումրու բար, իրենց ժանրերում գրում են, ենթադրենք, բարեղանակի համար, բարն են օգտագործում, տերմինը չի եղել։ Շատ երկար բարդ խնդիրներ են արևելյան մշակույթի կրոնական տաբուները, արգելքները երաժշտության վրա, հարամ եւ հալալ ժանրերը, որն էր օրինական, որը օրինական չէր եւ ըստ էության բարը չի էլ խրախուսվել մահմեդական մշակույթներում, հա։ Այնպես որ բայց ունեն օրինակ դերվիշների բարերի ինչ-որ տեսեն, բայց դրանք դերվիշները որպես աղանդավորական, այո, Բեկտաշի Ալևի աղանդների արարողակարգում է զարգացած այդ պտտվող, որպեսզի մեդիտացիայի դրսևորումներից է ի վերջո հաղորդակցվեն
աստուն։ Հետաքրքիր է, արևելքը շատ բազմազան կապեր է հետաքրքիր եւ շատ բարդ այդտեղ միակ խնդիրը որ չեն ուզում ընդունել ամբողջ այս ուշ միջնադար, եթե ասենք կամ 15-16-ից դեպի 18 եկով, որ այն ժամանակ ընկալումները ազգային այլ են եղել, պրոֆեսիոնալիզմն է գնահատվել, հատկապես աշխուղական արվեստում։ Կարևոր չէր դու արդեն ինչ լեզվով կխոսես, դու պիտի մատչելի լինես, պիտի զարմացնես քո արվեստով, քո բարդ տեխնիկական ձևերով, աշխուղական մրցույթի արարողակարգով, սա է կարևոր եղել։ Հետո է սկսվել ազգայնամոլական, զանազան խնդիրներ, ի վերջո հանգեցնելով յուրացումներին եւ խեղաթյուրումներին, ցավալի, շատ ցավալի։ Եթե օրինակ Արամ Խաչատրյանը կարողանում էր ստեղծագործել եվրոպական դասական երաժշտության կանոններով, բայց այդ ամբողջի հիմքում դնել հայկական երաժշտությունը, նույն, ասենք, խորհրդային Հայաստանի հիմնի մեջ, եթե չեմ սխալվում, գիմձա երաժշտությունն է օգտագործված, հիմնի հոգևոր երաժշտություն է, հետո զեյթունցիների քայլերքի առանձին ինտոնացիաներ, բնականաբար։ Դա հնարավոր է լինում նաև արևելյան այդ երաժշտության խաչմերուկում լինելով հանդերձ օգտագործել եւ շատ եմ ուզում հիմա խոսենք Ալան Հովհաննեսի մասին, որը համարվում է նաև 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը, իր ստեղծագործությունների քանակը հարյուրներով են հաշվում, չհաշված որ մի քանի հարյուրն էլ նա ոչնչացրել է տարբեր մտածողությունների ազդեցության տակ, ինչ որ մասել հարկ չի համարել շարունակել եւ այլն, էլի։ Իր պատճառներն է ունեցել։ Ինչպես ինքն է ակնարկել տարբեր առիթներով, այո, Ալան Հովհաննեսը իսկապես ֆենոմեններից է 20-րդ դարի, անկախ նրանից երաժշտությունը ինչպես է ընկալվում, կան եւ պրիմիտիվ ստեղծագործություններ, նեոպրիմիտիվիզմին, նեոարխաիզմին հարող կան եւ 20-րդ դարի ամենաբազմաձև նորագույն հոսանքներին առնչվող գործեր ի վերջո շուրջ 70 սիմֆոնիաների հեղինակ է եւ լավ գործեր կարող են լինել եւ վատ գործեր կարող են լինել Ալան Հովհաննեսի մայրը շոտլանդուհի է եղել, հայրը հայ պրոֆեսոր է եղել, գիտենք քիմիայի Հարվարդի համալսարանն է ավարտել բնականաբար ծնված օրվանից մանկությունից հայրը աշխատել է կոմիտասյան երաժշտության ոգով նրա երաժշտական լսողությունը զարգացնել Արմենակ Շահմուրադյանի ձայնագրությունը մայրը դեմ է եղել եւ երգեհոնահար է եղել եւ դեմ է եղել չի էլ ուզել որ իմանա մոր մահից հետո նա իր անունն էլ է փոխել այդ Վանես Սկոտը Ալան Վանես Սկոտ պապինն է վերցրել դարձրել Ալան Հովհաննես իր ինքնագիտակցության, իր ինքնության ընկալումներում հայ է եղել Ալան Հովհաննեսը իրեն հայ է պատկերացրել եւ հորազությունն ավելի մեծ է այո ինքը զարմանալի է հարյուրավոր 5-600 ստեղծագործություն կա այն մի 500-ը ոչնչացնելուց հետո որևէ Աշխարհի բոլոր արևելյան մշակույթները արտացոլված են Ալան Հովհաննեսի ստեղծագործություններում հնդկական, ճապոնական, կորեական, քրդական, օսեթական, հայկական, հունական, չկա մի արևելյան ազգ ժողովուրդ, որի երաժշտական մշակույթին անդրադարձած չլինի երգերի մշակումով Հաֆիզն է, մեր բանաստեղծներն են, հայ մյուսները Շեքսպիր, ինչ ասես որևէ շոտլանդական երգ չունի իր ընդդիմացել է, ըմբոստացել որևէ երևի արտահայտություն կարող է համարվել դա էլ յուրովի այդ պատնեշը հոգեբանական որևէ մի առիթով իրեն հարցրել են թե ինչու չկա ասել է այո օբյեկտիվորեն շատ հետաքրքիր երգեր ունեն շոտլանդացիները բայց ես չեմ հրապուրվել դրանցով երբևէ այսպես շատ անորոշ պատասխան Իսկ երբ որ արդեն նա սկսել է աշխատել կրթություն ստանալուց հետո հայկական եկեղեցում Մասաչուսեթսի կոմիտասի դաշնամուրային պարերն է կատարել ասես նաև հույն փիլիսոփա եղել է որ նրա հետ աշխատել է քննարկել են այս խնդիրները ասես դարձի է եկել իր արմատներին եւ այդ գաղափարը զոհաբերության այդ
ցույցով ասեմ, ինչով նշանով է նշանավորել, ոչնչացրել է նախկին շրջանում ստեղծված իր ստեղծագործությունները, որը ինքը չի համարել, որ այդտեղ իր ինքնությունը ինչ որ ձևով արտացոլված է։ Բոլորովին չի կարճել միայն ավանդական մեղեդիական դարձվածքներին, թեմաներին, բայց որպես ինքնության ուրեմն արտացոլում չի համարել իր ստեղծագործական, այդպես է բացատրել մոտավորապես, ոչնչացրել, այրել է, թեև պահպանվել են պատառիկներ, բոլոր կոմպոզիտորները տարվում են մի ստեղծագործությունից մյուս են տեղափոխում հատվածներ։ Ինչևէ, ինչու է ուզում զուգահեռել, որ ընդհուպ Ալան Հովանեսին նվիրված մենագրություն չի եղել։ Առանձին ռեցենզիաներ են եղել, գրախոսականներ, մագիստրոսական թեզեր եւ մեկ դիսերտացիա, բայց չի եղել նրա հայկական էությանը, նրա հայաստեղծ անդրադարձել են, բայց դա ներկայացրել են որպես հերթական էտապ։ Հայ Ճապոնիա է գնացել, ուսումնասիրել ճապոնական երաժշտությունը, գրել ստեղծագործություններ։ Հնդկաստան է գնացել, գրել է Մադրասյան սոնատը, Արգյունա սիմֆոնիան։ Այդպես էլ ուրեմն հայկական շրջանն են համարում, բայց դա մի քիչ սխալ ընկալում է։ Ալան Հովանեսին որ տանիքի տակ պիտի ներկայացնել, ասենք հայ կոմպոզիտոր իրեն ներկայացնել, թե ամերիկյան կոմպոզիտոր, թե 20-րդ դարում այդ ինքնության հարցերն են շատ բարդ, բայց ինքն իր մտածողությամբ ամերիկացի ժամանակակից կոմպոզիտոր է, հայ ազգի, ինչպես ասում են, որի ստեղծագործության մեջ լայնորեն հայկականը արտացոլված։ Ընդհանրապես ինքը ասել է, ուզում եմ պատկանել բոլոր ժամանակներին, բոլոր ազգերին, բոլոր կրոնների մեջ խորանալ, մտածողությունը այսպիսին է եղել, հա, շատ լայնախոհ է եղել։ Ինչքանով են նրա ստեղծագործություններն այսօր կատարվում, հանրայնացվում, բեմադրվում, օգտագործվում տարբեր։ Մեզ մոտ կարծում եմ 0 մոտ 0-ին, իսկ որոշ ստեղծագործություններ կոնսերվատորիայում կատարվում են դաշնամուրային գործերից անսամբլային աշխարհում նրա տարեդարձին տարին մեկ անգամ ռադիոյով հնչում են նրա ստեղծագործությունները տեղային նայած որտեղ Բոստոնում կենտրոն կա, որտեղ նրա ձեռագրերի եւ պարտիտուրների մի մասը պահպանվում է, կազմակերպում են միջոցառումներ, բայց պարտադիր տարին 1-2 անգամ հեռարձակվում են նրա ստեղծագործությունները, նշելով, որովհետև դեմքերից է եղել Սիեթլի հատկապես, այնտեղ իր կիսանդրին են տեղադրել, նշում են այնտեղ, որպեսզի նաև սովորողները, ուսանողները ծանոթանան, թե այդ քաղաքը եւ այդ շրջանը ինչ մեծ արվեստագետ է, այո։ Կինոներում օգտագործում են, օրինակ, կինոներում իր ստեղծագործությունները օգտագործել են զանազան ֆիլմերում եղել են, բայց ամենահետաքրքիրը իհարկե Սարոյանի, Վիլյամ Սարոյանի եւ Ալան Հովանեսի համագործակցությունն էր, որ հայտնություններ ինձ համար նամակներ եղել էին, բայց հետո խորանալով տեսա, որ դա մի ահռելի ստեղծագործական ինչ են արել միասին գրել են երգեր, մյուզիկլներ, հրատարակել, կատարել, ռեկլամել հայերի, ամերիկացիների գիրագի պիկնիկը ամենատարածված գործերից է Ալան Հովանեսի եւ Վիլյամ Սարոյանի, որ երկուսով ստեղծել են բեմադրել արևմտահայերի կենցաղը Ամերիկայում շփոթված հայերի ներկայացնելու նպատակով վանեցիների, մշեցիների գալիս են շփոթված խառը, սկսում երգել, տոնախմբություն է լինում, շատ նշանավոր գործերի հեղինակ են երկուսն էլ ժամանակին Բրոդվեյում պարբերաբար ներկայացվել են իրենց գրած ստեղծագործությունները եւ հայկական եւ ամերիկյան տարբեր թեմաներով եւ սա իսկապես նորություններ ես Ստանֆորդի համալսարանից ստացա շուրջ 50 նամակ իրենց նամակագրությունը որտեղ իրենց ստեղծագործական ծրագրերն են քննարկում, մշակում Այս մի գիրքը կոչվում է Ալան Հովանեսի երաժշտությունը արևելք արևմուտք մշակութային խաչքերներում, դա ինչի մասին է։ Սա անգլերեն գիրքն է, մոտավորապես ուրեմն սա երաժշտական աշխարհն է Ալան Հովանեսի, որտեղ ներառել եմ ահա այդ նամակագրությունն ու իրենց ստեղծագործական կապերը, եւ նաեւ Ալան Հովանեսի անդրադարձները հայոց պատմության մռայլ էջերին ըստ էության առաջի սիմֆոնիան աքսորն է Եղեռնին նվիրված դեռևս 36-7 թվականին գրած եւ վերջի սիմֆոնիաներից էլ ունի
Արցախ սիմֆոնիան, Արցախ։ այո, որը պարտիտուրը որևէ ձևով չենք կարողանում գտնել։ Չի Ինքը իր 91 թվականին, իր 80-ամյա հոբելյանին, ինքը Կարնեգի հոլում ղեկավարել է այդ սիմֆոնիան, Արցախ սիմֆոնիան, իր ղեկավար մեծ հանդիսավոր համերգ երեկո է եղել եւ ինքը ղեկավարել է այդ սիմֆոնիան։ Ցավոք դեռևս դա հնարավոր չի եղել հայտնաբերել, շատ խորհրդանշական է սկսել է եւ վերջին սիմֆոնիաներից մեկը, ահա հայոց պատմությանն են նվիրված։ Այդ նոր գլուխները ներառված են, նոր նյութերը, իրենց համագործակցությունը ժառանգության հեղինակային իրավունքի տակ են գտնենք իրենց։ Ալան Հովանեսը նույնքան հետաքրքիր կյանք է ունեցել 6-ին վերջի ճապոնուհու հետ են այդ Ֆուջիհարա ձայնագրության ինչ են ասում ստուդիան կազմակերպել, իրեն մինչ այդ Պետերսն է հրատարակել բազմաթիվ հարյուրավոր ժառանգներ, որպես այդպիսին աղջիկը չկա, եթե չեմ սխալվում, մեկ աղջիկ է ունեցել ընդամենը եւ կա կնոջ տղան, կինն էլ այլևս չկա, ինքը բնականաբար 2000-ին է մահացել։ Նյութերը հանձնել են Բոստոնում մասամբ, ինքը 65 թվին եկել է այստեղ եւ գաթում մեր իր մի մասը արխիվի ձայնագրությունների հանձնել է, այնպես որ նյութ կա, ես նաև ամերիկյան համալսարաններում եմ փորձել այնտեղ նյութեր գտնել համալրելու համար, բայց ամենամեծ հայտնությունը կրկնում եմ նրանց այդ ստեղծագործական այդպիսի բուրըն համագործակցությունն է եղել Սարոյանը եւ նկարել է եւ գրել է եւ երգել է հախուռն նրա ստեղծագործական էությունը շատ մտերիմ են եղել, չկա մի հարց, որ միասին քննարկած չլինեն։ Ինչ հետաքրքիր երկու հատկապես իրենց ինքնության, հայկական ինքնության ընկալումների, ինչպես նպատակը ամերիկացիներին ներկայացնել հայկական մշակույթը իր բազմազան շերտերով, այո, այսպես ծրագրեր են ունեցել եւ աստիճանաբար իրականացրել են։ Շատ մեծ գործ են կատարել։ Տիկին Երնջակյան, շատ բարդ է այդ խորքային դարավոր մշակույթը, երաժշտությունը, արևելյան հայկական մշակույթը ներկայացնել ժամանակակից ժանրերով, ժամանակակից մտածողության հասկանալի ձևով։ Ոչ բարդը կարող է նայած ով ինչ աստիճանի է, բայց 20-րդ դարի երաժշտական մշակույթում մի նոր վերածնունդ էր արևելքի նկատմամբ հետաքրքրությունը, հա, եւ մոդեռնիստները եւ ավանգարդի ներկայացուցիչները 20-րդ դարի դիմում էին արևելյան երաժշտ բոլոր ժամանակաշրջաններում այդպես է եղել, ասես արևելքը նրանց հոգեվոր գեղագիտական մտահորիզոնը պարբերաբար սնող եվրոպական մշակույթը աղբյուրներից մեկն է եղել, այնպես որ ժամանակակից կոմպոզիտորները իրենց ստեղծագործություններում դիմում են նույնիսկ հայ կոմպոզիտորները եւ տարբեր եւ ձենի փիլիսոփայության անդրադարձը եւ ճապոնական գագակուննո ինչպես Ալան Հովանեսն է արել ավանդական թատերական ներկայացումներին անդրադարձել են, օգտագործել են ամեն մեկը յուրովի հոգևոր ազդակներ են ստացել կամ իմպրովիզացիան համեմատելով ժամանակակից հոսանքների ալեատորիկայի շանս երաժշտության որ չկա տարերային ամպեր են ենթադրենք հնչյունային շերտեր են այս բոլորը իմպրովիզացիայի կամ հանկարծաբանության հետ կապված երևույթներ են որ արևելյան մշակույթը հիմնված է դրանց վրա իր ակունքներում եղել է կանոնը ձայնակարգերը եւ իմպրովիզացիան ամբողջ հաղորդման ընթացքում այդ հանկարծաբանությունը ուզում եմ ասեմ շնորհակալություն, բայց շատ գեղեցիկ է ու շատ իմպրովիզացիայի փոխարեն շատ գեղեցիկ հայերեն բառեր օգտագործել ու ավելի հասկանալ։ Պատրաստից ստեղծագործել։ Իսկապես արժե դնել շրջանառության մեջ շատ ակտիվ, օգտագործվում է երաշտագիտություն։ Գուցե Ցավոք գիտնականների աշխատությունները միշտ չի որ հանրայնացվում են եւ միշտ չի որ գիտնականներից բացի այլ մարդիկ են հաղորդ դառնում դրան։ Ես ուզում եմ ձեր շնորհակալություն ասել այս ձեր հսկայական աշխատանքի մի փոքրիկ բեկոր այսօր մեզ ներկայացնելու համար, մի քիչ արևելքին ծանոթացնելու համար, հասկանալու համար թե մենք որտեղ ենք այդ արևելյան եւ արևմտյան խաչմերուկում։ Մի փոքր ակնարկ ունեցանք Ալան Հովանեսի մասին, իհարկե իրեն առանձին հաղորդում կարելի է նվիրել եւ առանձին բացահայտել
հասնել այս մեծությանը, նաև անդրադառնալ Վիլյամսարին, գուցե նաև այլ հսկաների հետ են ընկերություններ, որտեղ Սարոյանի մասին գիտենք, որ շատ մտերիմ է եղել Չապլինի հետ, օրինակ, եւ Չապլինի վրա էլ է սարօրինական ազդեցությունը եղել Հեմինգուեյի մի քիչ չափազանցված եղել է իհարկե եղել է այդպես Ալան Հովանեսն էլ է ժամանակի մոդեռնիստ կոմպոզիտորների հետ հետո հեռացել է որտեղ ինքը մեղեդային մտածողություն է ունեցել ինքը հենց այդ արևելյան երկարաձիգ մեղեդիներն է կարևորել եւ դրանով հակադրվել այդ ավանգարդի կաշկանդող սահմանափակող տեսական դրույթներին հեռացել է իր ժամանակակիցներից օտարվել եւ այդ երաշտական կանոնում այո Ալան Հովանեսի անունն էլ միշտ չի հիշատակվում կամ էնցիկլոպեդիաներում եթե նշվում է մյուսների շարքում երբեմն այնպես իմիջայլոց հպանցիկ այո երբեմն ավելի հիմնավոր բայց ինքը ժամանակի եվրոպական եւ ամերիկյան այդ հոսանքից դուրս կոմպոզիտոր է համարվել իր հակումներով մինիմալիստական միստիկ խորհրդապաշտական էությամբ տարբերվել է մյուսներից լավ է վատ է հնարավոր էլ չի գերագնահատել նրա ստեղծագործության մեծությունը ամբողջ ժառանգությունը եթե նկատի բայց կան չափազանց հետաքրքիր ինքնատիպ եւ կան նորարարական գործեր որ հետո վերագրվել են այլ ամերիկյան երաժիշտների թեև ինքն է եղել հեղինակը առաջին կիրառողը իր այդ շշուկները հոգու շշուկները ամպեր այդ բոլորը իմպրովիզացիային կամ ալեատորիկ էպիզոդ այսինքն առանց չափի, տարերային շարժումներին ինչևէ հետաքրքիր երևույթ է եւ ուսումնասիրելու եւ հնչելու հնարավոր է հայկական ռապսոդիաները գեղագիտական նոր ազդակներ մեզ կարող է հուզական չառաջացնեն մեր մոտ, բայց հետաքրքիր է որ կիրառել է եւ կոմիտասյան գրառումներից եւ այնտեղ կապուտակ ձիկա եւ գուսանական երգեր կան պահպանված շատ քիչ է ցիտատների դիմել, բայց 1-2 այդպես օգտագործել Գիտենք օրինակ շատ նկարիչներ դեռ միջնադարում, ուշ միջնադարում իրենց ամբողջ կյանքում աղքատության մեջ են եղել եւ միայն հեղինակավոր են դարձել իրենց մահից հետո եւ իրենց նկարները դարձել են թանկարժեք գանձեր միլիոնավոր արժեքներով իրենց մահից հետո, որովհետեւ իրենց մահից հետո այդ ժառանգությունը ինչ որ մեկը վերցել եւ սկսել է դրա մասին պատմել, ներկայացնել եւ այլն, այսինքն տեր է կանգնել ժառանգությանը։ Նույն կերպել Ալան Հովանեսի պարագայում եթե ինչ որ մեկը լիներ որ որոշեր որ նրան ներկայացներ մատուցեր, տարածեր, հանր հրճակեր, նրա ստեղծագործությունները այսպես անհայտ չէին լինի եւ նա էլ չէր մնա ինչ որ թեթև թվարկումների շարքում մնացած մի մարդ։ Անդրադառնում են գրում են հիմնականում արևելքի կապակցությամբ ճապոնական երաժշտության հնդկական հետաքրքիր գործեր է ստեղծել եւ Ճապոնիայում Հնդկաստանում հնչել են, մեծարել են, իհարկե տարբեր համալսարանների պատվավոր դոկտոր է ընտրվել Ալան Հովանեսը նաեւ, բայց այնպես չի այնպես չեն գովազդել նրան ինչպես մյուս հեղինակներին բնականաբար։ Դե օտարումն է, թե ծագումն է, հոգեբանական խնդիրներն են ամեն պարագայում արդյունքում այսպես է ձևավորվել գրել է ահռելի քանակությամբ ինչպես եւ Սարոյանը անընդհատ փողոցում խանութում եթե չեմ սխալվում ծնողները թույլ չեն տվել որ պատանի ժամանակ ստեղծագործի գիշերը թաքուն այո դեմ են եղել որ ստեղծագործի եւ դա շարունակվել է հիմնականում թեև մայրն էլ է երաժիշտ եղել չեն ուզել լուրջ են վերաբերվել ստեղծագործական հակումներին Այսպես է Ալան Հովանեսի կյանքը արևելք արևմուտքի բնականաբար արևմտյան շատ հետաքրքիր նաև գործեր ունի սիմֆոնիկ երկեր ունի ոչ որևէ ազգային առանց արդեն մոտիվների կամ թեմաների հետաքրքիր եւ Աստված արարեց մեծ կետերին ենթադրենք հետաքրքիր գործեր ունի վերջապես 70 սիմֆոնիայի դեպքում կարող են մի 10-15 լինել նաև ընդհանուր եվրոպական ժամանակակից մտածողության, այո, այսպես։ Շնորհակալություն շատ Տիկին Երնջակյան, անչափ շնորհակալություն, այսօր ներսումս մի կայծ վառվեց, որպեսզի մի քիչ ավելի շատ գնամ ուսումնասիրելու Ալան Հովանեսին եւ ընդհանրապես արևելյան երաժշտությունը եւ հասկանալու մեր երաժշտության խորքերն ավելի գեղեցիկ ելևէջները բացելու եւ ավելի գեղեցիկ շերտերը
բացահայտելու։ Շնորհակալություն ձեզ շատ։ Ես էլ շնորհակալ եմ հնարավորության համար, որովհետև արևելքի նկատմամբ ինչ որ վերապահումներ կան, հատկապես որոշակի ժանրերի, բայց երբ որ խորանում ես եւ ուզում ես ներկայացնել, թե ըստ էության ինչպես է ընթացել եւ ընթացքը եւ զարգացման հետագա հնայել չեմ ասում արևելքի արտացոլումները հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում անսպար թեմաներ են սրանք զուտ արևելյան ժանրերի արտացոլումները հայ կոմպոզիտորական արվեստում որ բազմաթիվ են Սիրով ինքնության տաղավարում պատրաստ ենք ձեզ ժամերով հյուրընկալել տարբեր թեմաների մասին խոսել բացատրել ձեր գրքերը հնարավոր կլինի գրախանութներում գտնել Հիմա չեմ կարող ասել վստահորեն ես սիրով կնվիրեմ Ալան Հովանեսը անգլերենը վերջի տարբերակն է սա պիտի պատվիրեմ էլի ստանամ Անգլիայում է հրատարակվել իսկ հայերենը սիրով կնվիրեմ Ուրախ եմ որ կայց առաջացրեց ձեր շատ հաճելի է լսել որ մեր ունկնդիրներն էլ առիթ ունենան կարդալու դրա իրենց համար եմ այս բային հարցնում նաև եթե տարբերակ ունեք անպայման բացահայտեք վստահաբար մեր մասին մի քիչ շատ ավելի շատ կիմանանք, որովհետև այն ինչ որ ստեղծագործում են հայ մարդիկ, ստեղծագործում են հայերի մասին, ուզես թե չուզես, ինչ որ մի բան հայերի մասին է։ Այո։ Ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ես ինքնության տաղավարում շատ սիրով զրուցում էի Լիլիթ Երնջակյանի հետ, ով Արվեստի վաստակավոր գործիչ է, երաժշտագետ, արևելագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կոմպոզիտորների միության անդամ եւ դասավանդում է նաեւ կոնսերվատորիա ունի եւ ի ուրախություն բոլորիս ունի աշակերտներ ում փոխանցում է իր կուտակած ամբարած հսկայական մեծ պաշարը Շնորհակալություն ձեզ շատ Շնորհակալ եմ այնքան գեղեցիկ ներկայացրեցիք Չէ ես ներկայացեցի այն ինչ որ կար իմ շատ սուղ հայերեն բառապաշարով Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ ցտեսություն